2023-24 ուստարում առաջարկ ստացա հայկական բարեգործական ընդհանուր միության հայկական վիրտուալ համալսարանի ներկայացուցիչների կողմից։ Որոշեցինք, որ մեր դպրոցում անցկացնենք այդ դասընթացը, որից հետո մեր սովորողները կհանձնեն քննությունը։ Արդյունքում մեր դպրոցը գրավեց առաջին հորիզոնականը իր ստեղծած ծրագրով։ Արդեն հոկտեմբերի 9-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, հայկական ընդհանուր բարեգործական միության նախագահի և Սինոպսիս Արմենիա ընկերության նախագահի միջև ստորագրվեց հուշագիր, և քանի որ մեր դպրոցը արդեն փորձ ուներ, մենք երկրորդ տարին շարունակում ենք համագործակցությունը, ունենք 2 խումբ և գրանցում ենք նորից բավականին լավ արդյունքներ։ Շատ մեծ բան տվեց, հավելյալ գիտելիք, որը որ ամբողջովին նոր դարաշրջանի պահանջարկն է։ Այդ 1.5 սարքի օրինակ 3 թե մի հատ փորձի 600,000-ը կոնկրետ outlier-ը, բայց այս մասում շատ են տվյալները։ Երեխաներին տրվել է հատուկ դատասետեր, օրինակ մեր խմբինը ապահովագրական տվյալների հետ կապված ունենք մարդու տարիք, մարդու սեռ, BMI, ակտիվություն երեխաների քանակեվարին, պետք է հասկանանք, թե մոտավորապես որքան կարժենա այդ մարդու ապահովագրությունը։ BMI ինդեքսը ինչքան շատ է, այնքան մարդու ապահովագրական ծախսերը ավելի շատ է։ Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ գեր մարդկանց, ծխող մարդկանց կամ տարիքով ավելի մեծ մարդկանց ապահովագրական ծախսերը ավելի շատ են համեմատած դրանց հակառակներին։ Կարողացել ենք նախագծային աշխատանքը իրականացնել Python ծրագրավորման լեզվով, օգտվել ենք ինչպես նաև Pandas, NumPy էլեկտրոնային գրադարաններով, որոնք էլ ավելի հեշտացրել են մեր աշխատանքը, կոդերը գրել ենք միասին։ Մենք երազանքում եմ դառնալ տվյալագետ ու հենց այս դասընթացը ինձ մեծ հնարավորություն տվեց, որ ճիշտ մասնագիտական կողմնորոշում անեմ։ Եվ անցած տարի մենք մասնակցեցինք ԱԲ վարպետության գավաթ մրցույթին ու զբաղեցրեցինք առաջին հորիզոնականը։ Մեզ տրվել էին տվյալներ եւ մենք պետք է տվյալների հիման վրա գտնեինք ամենաթերագնահատված եւ ամենագերագնահատված ֆուտբոլիստներին։ Ծրագրի շրջանակներում սկսել ենք մաթեմատիկայի հիմքը խորացնել երեխաների համար, քանի որ մեքենայական ուսուցման համար շատ կարևոր է մաթեմատիկական հիմք ունենալը, այնուհետև անցել ենք ծրագրավորման, ուսումնասիրել ենք Python լեզուն, այնուհետև սկսել ենք արդեն բուն մեքենայական ուսուցման մեջ խորանալ, որ իր մեջ ներառում է տվյալների վերլուծություն, մոդելների կառուցում, եւ հիմա արդեն աշխատում ենք վերջնական աշխատանքների վրա, որտեղ երեխաները պետք է իրենց անցած ամբողջ գիտելիքները միավորեն։ Փորձում ենք մենք բարդ կոնցեպտները ավելի պարզ սկսել։ Ասեք, որ ինչա։ Առաջինը որն է։ Դասերը բավականին ինտերակտիվ են անցնում։